Արմավիր մարզի ջրառատ բնակավայրի վարչական տարածքով անցնող 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել եւ ավարտել 2025 թվականին։ Սա պատահաբար այն օրվա ճանապարհը կարող է այն օրվա ճանապարհի մասին խոսքը, որ գյուղացիները բարձրացնում են։ Չէ, սա ջրառատի ճանապարհն է, պարոն վարչապետ։ Տանձութի եւ Տանձութի ճանապարհի մասով մրցույթը արդեն հայտարարված է, այնտեղ հաղթող կազմակերպություն ունենք, մեր վերջին Դեպի շուկա գնացողի մասին, որ ասում էին դրա մասին։ Այնտեղ մրցույթը արդեն կայացել է, հաղթող կազմակերպություն ունենք, առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկի։ Այս հատվածը ուրեմն դեպի ջրառատ գյուղ, դեպի Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոց եկող ճանապարհն է, որի համար բնակիչները ձեզ էին դիմել։ Երկու ճանապարհների մասով էլ մրցույթները կայացած են, իսկ Լուսագյուղի ճանապարհը ձեր վերջին այցի ժամանակ, երբ որ անցանք քանդված ճանապարհը, էլի ձեր հանձնարարականով է նախագիծը պատվիրվել եւ հիմա էլ այստեղ էլի մրցույթը կայացել է, երկուսի դեպքում էլ հաղթող կազմակերպություններ ունենք։ Շատ լավ։ Կոտայքի մարզում Բագրևանդ բնակավայրի դեպի Ձորախբյուր տանող ավտոճանապարհի 5.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը էլի նախատեսում ենք ավարտել 2025 թվականին, Հրազդան քաղաքի տարածքով դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում, 2024 թվականին իրականացվել էր 2 կիլոմետրը եւ 2025 թվականին 3.7 կիլոմետրը կիրականացվի։ Գորիսից դեպի Վերիշեն, Սյունիքի մարզի եւ Խոզնավար տանող ճանապարհի 18.3 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Ամբողջը նախատեսված է, որ այս տարի կսկսենք ու կավարտենք, մի քիչ մեծ կտոր է, հույս ունեմ, որ իրոք կսկսենք եւ կավարտենք։ Աշխատանքը արդեն սկսել ենք, պարոն վարչապետ, այստեղ։ Այս տարի թե նախորդ։ Այս տարի սկսել ենք։ Շատ լավ։ Լծեն Տաթև ավտոճանապարհի քարաթափման կանխարգելիչ միջոցառումներ։ Իհարկե, երբ որ մենք առաջին անգամ գնացինք այդ ճանապարհը տեսանք, այնտեղ արդեն ակնհայտ էր, որ նման խնդիր լինելու է, եւ ընդ որում այդ բան չի, ունիկալ չի այդ խնդիրը, աշխարհի շատ երկրներում կան, պետք է հանգիստ հետեւական լուծել եւ այդտեղ էլի միջ այլոց պետք է մենք նայենք շատ երկրներում այդ խնդիրը ֆունդամենտալ ձևով լուծված է հենապատերի միջոցով եւ ընդ որում դա միանգամից չի արվում, դա այնքան մեծ նախագիծ է, որ միանգամից անել հնարավոր չի եւ խելամիտ էլ չի, կտոր ռիսկային հատվածները սկզբից սկսելով, բայց նաեւ ուրիշ լուծումներ կան ցանցերով եւ այլն, այսինքն պետք է նայել այնտեղ որտեղ որ էլի կոլորիտային խնդիր ուզում ենք լուծել, կարելի է մի քիչ կենտրոնանալ հենապատերի ռեժիմով աշխատել, այնտեղ որ այսինքն երկու գործիքն էլ լիարժեք կիրառելի է։ Սյունիքի մարզում Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնադոր տանող 11 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում։ Սա էլ նախատեսված է սկսել եւ ավարտել 2025 թվականին։ Ընդ որում հարգելի գործընկերներ, այս նախագիծը ունի նրբություն, այդ նրբությունը հետեւյալն է, որ հիմա Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Այսինքն ըստ էության սա մեր խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետև մեզ շատ նաև քննադատում են, ասում են մենք անդադ պատրաստակամություն ենք հայտնում, բայց գործնական քայլեր չենք իրականացնում։ Սա այդ գործնական քայլերից մեկն է, որպեսզի մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի եւ միայն այդ հատվածով կարող է անցնել եւ հետեւաբար այդ հատվածը ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։ Կրկին Սյունիքում Խնձորեսկին դեպի ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 11 կիլոմետր հատվածի հիմնանորոգում
այս կրկին նախատեսում ենք այս տարի ավարտել, այս էլ նախորդ տարվա այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություն է։ Այնտեղ հողերի հետ կապված ափսոս գլխավոր դատախազ այսօր ազգային ժողովում է, հողերի հետ կապված խնդիր կար, բայց ես ինչքան գիտեմ, տեղյակ եք դրանց լուծվել է, այդ խնդիրն էլա լուծվել, թե Որոշ հատվածների մասով պարոն վարչապետ լուծվել է, որոշների մասով ուրեմն շարունակվում է ընթացքը, ասեմ որ եւ այս շինարարական օբյեկտ եւ Լեռնաձոր նախորդ ամիս ենք այցարել եւ նախորդ ամսից արդեն աշխատանքները ուրեմն ներքին Խնձորեսկում մեկնարկել էին, Լեռնաձորում մեկնարկել են ավելի վաղ, Լեռնաձորում մենք աշխատանքը երկփուլ տարբերակով ենք իրականացնում, առաջին նախագծով իրականացնում ենք քանդման աշխատանքները, որովհետեւ ճանապարհը փաստացի սարերի միջով է անցնելու, այստեղ լայն թափով ուրեմն հողային աշխատանքների իրականացումներ առաջին փուլը կավարտվի խճապատմամբ, դրանից հետո արդեն զուգահեռ նախագիծ ենք պատվիրում նաև ասֆալտապատման համար։ Երկու օբյեկտներում էլ աշխատանքները ընթանում են։